Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, իմ հյուրն այսօր քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Մարտիրոսյանն է։ Բարև ձեզ, պարոն Մարտիրոսյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Մարտիրոսյան, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Երևանում հայտարարեց, որ առաջիկա ընտրություններում ինքը աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Ձեր գնահատմամբ ինչու Վենսը նման հայտարարություն արեց եւ արդյոք սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունն այլևս անխուսափելի է։ Առանց Վենսի հայտարարության էլ հստակ պարզ է եւ աղուց էր պարզ, որ Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը երաշխավորված է, այսինքն լինելու է, այնպես չի, որ Վենսին լսեց հայ ընտրողը եւ գնալու է դրա արդյունքում ընտրի Նիկոլ Փաշինյանին, կամ այնպես չի, որ Միացյալ Նահանգները ներգործելու է Հայաստանում ընտրությունների ընթացքի վրա եւ այնպես է անելու, որ Փաշինյանը ընտրվի, թեև ինքը չընտրվող էր։ Այդպիսի բան չկա։ Ինչու է սատարում Վենսը, շատ պարզ է, շատ հստակ է, Նիկոլ Փաշինյանը ձեռնտու է այսօր բոլորին, նրանով, որ ինքը Հայաստանը դարձրել է խամաճիկ բոլորի ձեռքում եւ ինքը բոլորին առաջարկում է այն ամենը, ինչ բոլորը ուզում են։ Ընդ որում, քանի որ Հայաստանը դարձել է Ադրբեջանի կցորդ եւ Ադրբեջանի սատրապություն, ըստ էության արկա իրավիճակը, որը արդեն, այսինքն ստատուս քվոն, որը արդեն հարմարեցված է համաշխարհային նոր իրավիճակին, ենթադրում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է մնա, որովհետև դա ձեռնտու է առաջին հերթին Ադրբեջանին, Թուրքիային, Ալիևին, Էրդողանին, եւ Նիկոլ Փաշինյանը, եթե ենթարկվում է Ադրբեջանի եւ Թուրքիայի հրահանգներին եւ գծին, եւ նրանք իրենց հերթին դարձել են ամերիկյան այս վարչակազմի Հայաստանի միջնորդությամբ իմիջիայլոց, Հայաստանի մեծագույն աջակցությամբ ամերիկյան այս վարչակազմի դաշնակից, խոսքը Ադրբեջանի մասին է, ինչու պիտի որևէ մեկը դեմ լինի Նիկոլ Փաշինյանի վերընտրությանը, ինչու։ Բայց առնվազն իշխանության գալու հայտ ներկայացնող հավակնոտ ուժերը հայտարարում են, որ չեն հրաժարվելու այն պարտավորություններից, որոնք Նիկոլ Փաշինյանն է ստանձնել։ Մի բան է հայտարարել չհրաժարվելու մասին, եւ հայտնի է, որ այդ ուժերը, որոնք այդպիսի բան են հայտարարում, Ռուսաստանի վասալ ուժեր են։ Մի բան է Ամերիկայի Միացյալ Նահանգների այս վարչակազմի, եւ ես անընդհատ ուզում եմ ասել այս վարչակազմի, ես չեմ ասում Միացյալ Նահանգներին, այս վարչակազմին անընդհատ տալ այն ամենը, ինչ ներկայացվում է, որ դա ձեռնտու է վարչակազմին։ Ներկայացվում է, ընդ որում այնպես չի, որ վարչակազմը եկել է ինքնակամ ասել է, ես ձեզ դուք շատ լավն եք, ես ձեզ սատարում եմ։ Չէ, բայց այստեղ մի բան մի մասին մենք մոռանում ենք։ Կա շատ կեղծ դրույթ, որը հատկապես այսպես կոչված ընդդիմադիր ուժերն են տարածում, թե հայ ժողովուրդը դեմ է Նիկոլ Փաշինյանին։ Իրենք ասում են, իրենք հավատում են։ Եվ ժողովրդի մի մասն էլ, որը դեմ է, կարծում է, թե ամբողջ ժողովուրդն է դեմ։ Այդպես չի, ողբերգականորեն, անչափ ցավալիորեն եւ աններելիորեն այս ժողովրդի համար, այս ժողովրդի մեծ մասը սատարում է Նիկոլ Փաշինյանին։ Ինձ այս խոսքերի համար մեղադրում են շատ, ներկայացնելով, թե դե որտեվ տրամաբանություն կարելի է այդտեղ թերևս գտնել, բայց դա ոչ մի կապ չունի տվյալ պարագայում իրականության հետ, թե այս առումով ես ըստ էության սատարում եմ կամ գաղտնի աշխատում եմ Փաշինյանի օգտին, բացարձակապես ես գտնում եմ, որ Փաշինյանի վերընտրվելուց հետո ամեն ինչ վերջանալու է, Հայաստան չի լինելու, ես ինքս կորցնելու եմ իմ հայրենիքը, ես գտնում եմ, որ դա է իրականությունը, ես ամեն օր ողբերգություն եմ ապրում, որ իրականությունը դա է, բայց իրականությունը նա է, որ հայ ժողովուրդը ոչ թե ընդունում է Նիկոլ Փաշինյանի անձը, թեև անձն էլ է ընդունում, սիրում եւ պաշտում։ Եվ սա մենք պիտի խոստովանենք։ Այլ ընդունում է ժողովուրդը, պարոն Մարտիրոսյան։ Տեսեք, ամբողջը երբեք 100-ից 100-ը չի։ Ամբողջը դա 100-ից 90-ն է։ Այդ ամեն ինչը պատկերավոր է, եւ ես այս օրինակը բազմաթիվ անգամներ բերում եմ։ Երբ ասում են թագավորը կամուրջ կառուցեց, դա ամենևին չի նշանակում, որ թագավորը մուրճը վերցրեց, գնաց եւ սկսեց քար տաշել եւ ցեմենտ անել եւ կամուրջ կառուցել։ Հիմա նույն բանը, երբ ասում ենք ամբողջ, նկատի չունենք 100-ից 100, նկատի ունենք բացարձակ մեծամասնությունը։ Իսկ այս ժողովրդի մեծամասնությունը իրականում ընդունում է Նիկոլ Փաշինյանի օրակարգը։ Եվ ես միշտ ասում եմ, եթե դուք դեմ եք սրան, ես չեմ ընդունում Նիկոլ Փաշինյանի օրակարգը, բայց եթե դուք եւ դրա համար ես խոսում եմ, դրա համար ես այստեղ եմ խոսում։ Բայց եթե դուք չեք ընդունում, դուք պիտի դա ցույց տայիք։ Եթե ցույց չեն տվել, եթե ամեն տիպի ատմասկա ունեն ամեն ինչի բացատրություն ունեն, բայց գետնի վրա Նիկոլ Փաշինյանը շարունակում է պաշտոնավարել, նշանակում է իրենք սատարում են։ Ոչ միայն սատարում են, իրենք նոյեմբերի 9-ից հետո գնացել վերընտրել են։ Այսօր եթե նայեք, իսկ քաղաքական դաշտը դա ժողովրդի հայելին է, որևէ մեկը չի խոսում
օրինակ թրիփի չեղարկման մասին։ Այո։ Որևէ մեկը չի խոսում լավագույն դեպքում խոսում են Արցախ հայերի վերադարձի իրավունքի մասին, այդ էլ ընդդիմությունը։ Ադրբեջանի ենթակայության ներքո որևէ մեկը չի խոսում իրավիճակ փոխելու մասին։ Հասկանում եք, սա օրակարգ է, սա համաժողովրդական օրակարգ է։ Ժողովուրդը ուրախ է, որ ինքը հանձնել է իր հայրենիքի մի մասը, ինքը մնացել է անտուն, անոթի, որ ինքը զրկվելու է վերջին մասից։ Այս ժողովուրդը ունի որոշում եւ սա չեն ուզում ընդունեն եւ ինձ մեղադրում են ծայրահեղականության մեջ ջանդամ մեղադրեն ունի որոշում չունենալու պետություն պետությունը այս տարածաշրջանում այս հարևանների մեջ եւ ոչ միայն պետություն այլև հայրենիք դա սարսափելի ծանր լուրջ աշխատանք է եւ այս ժողովուրդը դարեր շարունակ ապացուցել է որ ինքը այդ աշխատանքը չի ուզում կատարի ինքը հարմարավետ է իրեն զգում երբ այլ իշխողներ կան եւ իշխում են սա քաղաքական մոտեցում է, ես չեմ բնորոշում տալիս ժողովրդին, լավն է, վատն է, ճիշտ է, սխալ է, ես ասում եմ փաստը որպես պատմաբան նաև եւ քաղաքագետ։ Կա եղել է մշտապես որոշում լինել այլոց հովանոցի ներքո եւ չզբաղվել եւ դրա համար պետությունը միշտ ընկալվել է որպես ուրիշի մի բան։ Դրա համար, ասենք սովետական միության ժամանակ ՀԽՍՀ-ն թալանելը համարվում էր պրիստիժ համարվում էր լավ բան, դրա համար այդ հոգեբանության մեջ կա, եթե մեկը ինչ որ պաշտոնյա է եւ հարուստ է, ուրեմն լավ տղա է, այդ ոնց է դարձել հարուստ, հա, սրանք այս ամենը արմատներ ունեն եւ այդ արմատները պատմության մեջ են, պետությունը ուրիշինն է, բայց դու քոնը չես էլ ուզում ունենալ։ Հետեւաբար կարևորը քո անձն է, քո ոնց է մտնում եք մուտքերը, տունը կարող է բնակարանը շքեղ վերանորոգված լինի, մուտքը աղբանոց, մուտքն էլ աղբանոց չլինի, դուրսն է աղբանոց։ Որտեվ կարևոր է քո անձը, քո մարմնի վրայի շապիկը Այն օդը, որը քո շուրջն է, կարևոր չի արդեն, բայց այդ օդը դու էլ ես շնչում։ Հիմա կա որոշում հրաժարվելու պետությունից եւ արդեն քանի որ հայրենիքի գնորդները շատ ուժեղ են եւ դու ես ուժեղացրել նրանց եւ շատ են, երկու հոգի առնվազն կան, որոնք ըստ էության մեկ են, Թուրքիան եւ Ադրբեջանը, դա ասում են լավ դե հիմա քանի որ պիտի հայրենիք պահելու համար էլ միայն պետության չէ, հայրենիք պահելու համար էլ պիտի տանջվենք, պիտի երեխաները մեր զոհվեն, չարժի եղբայր վերցրեք տարեք եւ այդ օրակարգի առաջամարտիկը եւ բացահայտ գաղափարախոսը Նիկոլ Փաշինյանն է։ Հիմա այս պարագայում հայրենազրկման գաղափարախոսը նկատի ունեմ։ Այս պարագայում ինչի մասն ենք խոսում։ Եթե Նիկոլ Փաշինյանին սատարում է ժողովուրդը, պիտի JD Vance-ը գա ասի չէ։ Եթե Ադրբեջանին Հայաստանը սատարում է, եթե ամեն ինչ անում է ըստ Ադրբեջանի օրակարգի, պիտի JD Vance-ը Ադրբեջանի հետ շփվի, ընդհակառակը պիտի շփվի եւ ճիշտ է անում, որ շփվում է։ Շատ ճիշտ է անում։ Եվ ավելի խորացված տարբերակով է համագործակցություն ռազմավարական դաշնակցություն ըստ էության կնքվեց 3 Բաքվում Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի միջեւ։ Սա Ալիևի բարձրագույն խելքի եւ պետական մտածողության դրսեւորում է, բայց սա նաեւ Հայաստանի Հանրապետության բացարձակ անուղեղության եւ բացարձակ ինքնաոչնչացման դրսեւորում է։ Դեպ ասում են նման մի փաստաթուղթ մենք էլ ենք կնքել նախորդ վարչակազմի վերջին օրերին։ Բացարձակապես այն ժամանակ կնքվել է հանձնաժողովի կազմման մասին մեմորանդում, մեմո, այսինքն հուշագիր եւ այդպես մնացել է։ Այս բանը կա այստեղ հասկանում եք, այս ժողովրդի մեջ կա սեփական փոքրիկ մի բանը ուրճացնում, սարքում են, չգիտեմ ինչ, ուրիշի լուրջ հաջողություն է ընդ որում, եթե դա քեզ կլանող ուրիշն է, փոքրացնել։ Հիշում եք Կիլդի մուլտերը։ Այ լրիվ հակառակներ, չէ՞ իրականությունը։ Ինչպես 30 տարի Ադրբեջանի մեջ չէինք ընդունում, եւ վերջում տեսանք ինչի բախվեց։ Ինչպես որ հիմա ասում են լավ է լինելու Հայաստանում։ Այսինքն այս սա դատողության խնդիր կա այստեղ։ Իրականությունը չպատկերացնելու խնդիր։ Եվ այն, որ ասում են, որ Նիկոլ Փաշինյանը չունի սատարում, եւ որ ժողովուրդը դեմ է նրան, դա էլ դատողության խնդիր է, որտեվ եթե դու այդպես ես կարծում, նշանակում է դու վստահ ես, որ դու կհաղթես, դու ոչինչ չես անում, որ Նիկոլ Փաշինյանը չունենա այդ սատարումը, իրականում գետնի վրա չես անում։ Դու ասում ես դե չունի արդեն, էլի, դե որ չունի էլ ինչ անես, որ չունի։ Այսինքն գտնում եք վերարտադրվել ոչ միայն վերարտադրվելու, այլ նաեւ ժողովրդի լեզվով ասած մաքուրով է վերարտադրվելու, առանց կեղծիքների ընդհանուր։ Այո, որովհետեւ ես տեսնում եմ այս ժողովրդին, ես ճանաչում եմ արդեն, ես չէի ճանաչում օրինակ 3 տարի առաջ։ Ես գիտեմ ինքը ինչ է մտածում։ Ճանաչում եմ այն առումով, որ ես իր մտքի ընթացքը, ցանկությունները, իղձերը գիտեմ։ Ուրիշ հարց, որ ես ինձ այլևս չեմ ասոցացնում այս ժողովրդի հետ, այդ պատճառով, որտեվ ես լրիվ այլ բան եմ մտածում։ Ես ճիշտ հակառակ բանն եմ մտածում, բայց ես այլոցպես, քանի որ չունեմ ոչ մի քաղաքական ամբիցիա, ոչ մի հասարակական սիրո մարմաջ, որ ինձ սիրեն, պաշտեն, ես ունեմ միայն մի խնդիր ինքս իմ առջև դրա եւ դա գալիս է իմ սկզբունքից։
ասել ճշմարտությունը։ Հետևաբար ես տեսնում եմ եւ ես ասում եմ ճշմարտություն եւ ցավոք սրտի այս ամբողջ ժողովրդի մեջ ստացվում է այնպես որ միայն ես եմ ամեն հարցում ճշմարտությունը ասում։ Դրա համար ես եմ բոլոր լրատվամիջոցներից արգելված, որտեղ ոչ մեկի ձեռք չեմ տալիս, բացառությամբ ձեզնից հիմա խոշորների մասին է խոսքը, հա։ Այս եւ մարդիկ այս ստի մեջ ապրում են, բայց ասեմ ձեզ, հետևանքները սուտ չեն լինելու։ Հետևանքները շատ իրական, շատ շոշափելի են։ Այսօր եւ վաղը լինելու են շատ ավելի շոշափելի։ Բայց ինչպես տեսանք, օրինակ Արցախից եկած 150,000 հայերի օրինակով, այդ շոշափելուի հետևանքներն էլ ըստ էության չեն հուզում ոչ մեկի։ Արցախցիների մեջ էլ մարդիկ կան, ովքեր այս իշխանությանը աջակցում են, ընդ որում միանշանակ շատ շոշափելի թվով։ Շատ շատերը, բայց նրանք ովքեր չեն աջակցում, ենթադրենք 50,000-ը աջակցում են, 100,000-ը տանել չի կարող այս իշխանությունը։ Այդ 100,000-ը ինչ արեց։ Մի մասը թողեց հեռացավ։ Եկան այստեղ ինչ արեցին։ Ինչ արեցին։ Այդ թվականակով կարելի էր փողոցները լցնել եւ խաղաղ ճանապարհով, քաղաքական ուղով իշխանություն փոխել Հայաստանում։ Չարեցի ինչ է։ Ինչի մասն ենք մենք խոսում։ Սա խաբեություն, այն հանգամանքը, որ խոսում են ընտրություններով իշխանություն փոխելու մասին Հայաստանում, արդեն ծիծաղելի է եւ խոսում է ոչ միայն քաղաքական լայնատարած անգրագիտության մասին, այլև խոսում է հոգեբանական եւ կյանքը աշխարհը պատկերացնելու լուրջ խնդիրների մասին, որտեւ ընտրություններով Հայաստանում իշխանություն ուղղակի չի կարող փոխվել եւ երբեք չի փոխվել։ Եվ երբեք չի փոխվել։ Ես չեմ ասում պիտի հակաօրինական ձևով իշխանություն փոխեն, օրինական ձևով իշխանություն փոխելու տարբերակներ կան։ Տեսնում եք այդ ճանապարհը։ Միանշանակ այդ ճանապարհը, բայց այդ ճանապարհի վրա բոլորը թքած ունեն։ Այդ որևէ մեկը Հայաստանում չի ուզում իշխանություն փոխել։ Պետք չի։ Ներառյալ այս ռեժիմի, այսպես կոչված ընդդիմադիրները, ներառյալ նրանք իրենց գոյությամբ, այդ Միքայել Աջապայանը ինչ է անընդհատ ասում, տես երկու նախագահները չլինեն։ Որտեւ ինքը հասկանում է, որ ես իրեն եմ հղումանում, որ չասեն միայն Հայկ Մարտիրոսյանն է դա ասում, թեև թող ասենք, եւ հանուն ճշմարտության ինքը հասկանում որ այդ մարդկանց գոյությունը սրանց է պահում դաշտում, բայց Քոչարյանը վեր է կենում, ասում է եթե ես չլինեմ, բա ով լինի, ես կարող եմ անել, ես կարող եմ փոխել։ Ակնհայտ է, չէ, որ եթե Քոչարյանը մնում է, դա ձեռնտու է Նիկոլ Փաշինյանի, որտեւ գնալու են էլի Նիկոլ Փաշինյանը, որտեւ մտածողությունը այդպեսին է, կամ Քոչարյանը չի լինի, կամ Սերժը չի լինի։ Որոշ թվով ձայներ այդպես ինքը ստանալու է Փաշինյանը։ Այո, բայց հիմա շատ ավելի փոշիացված են իրենք այդ ձայները ստանալու, որտեվ Քոչարյան, Սերժ Սարգսյան ճամբարները իրար ատում են եւ դա բացահայտվել է արդեն, միշտ են ատել, իմջալից 2008 թվականից են ատել, հիմա դա բացահայտվել է, որտեվ դաշտը լցված է խառի ճաղանճ ինչ որ բաներով, սա շատ ավելի հեշտ է դարձնում այն իրականությունը, որը եթե չլիներ էլի չէր լինելու։ Այսինքն այս ամեն ինչից հետո, եթե ժողովուրդը չի դուրս գալիս փողոց, խաղաղ ցույցերով իշխանություն փոխելու, գնում է ընտրության, իշխանություն չի փոխվելու։ Սա խեղկատակություն է այս քաղաքական դաշտում կատարվող ամեն ինչը։ Պարոն Մարտիրոսյան, Հայաստանում բավականին մեծ աղմուկ բարձրացավ նաև այն բանից հետո, երբ Վենսը հեռացրեց Ծիծեռնակաբերդից արված իր գրառումը, որում նաև հայոց ցեղասպանության արտահայտություններ է օգտագործել, հետագայում արդեն խմբագրված տարբերակում այն բացակայում էր։ Ըստ ձեզ ինչով էր սա պայմանավորված նման գրառում կատարելը, հատկապես այն դեպքում, երբ մենք գիտենք, որ գուցե նաև ինքն էլ չի վարում իր էջը, այսինքն հետևաբար գրառում կատարողները հասկանում էին հետևանքները, ինչը կարող էր սա առաջացնել։ Չէ, ես չեմ համաձայնի ձեր հետ, որ հասկանում էին։ Ես այս մասին գրառում եմ արել 3 գիշերը եւ հենց այդպես էլ հաստատվեց իմ գրառումը, հստակ։ Վենսի աշխատակազմից հայտնեցին, որ ինքը չի կատարում այդ գրառումները, բնականաբար մանավանդ որ երրորդ դեմքով էր գրված, օրինակ Թրամփի պարագան մի քիչ ուրիշ է, իր սոցիալական մեդիայի, մանավանդ Truth Social-ի էջը կարելի ասել կես-կես, երբեմն ինքն է գրում, երբ շատ հաճախ են գրառումները եւ գիշերվա ժամը 4-ին կամ 5-ին են Ամերիկայի ժամանակով, ուրեմն Թրամփն է անում։ Շատ առավել այլ բաներ անում է աշխատակազմը, բնականաբար հասանելիություն ունեն եւ հատուկ պաշտոնյաներ կան, որոնք զբաղվում են դրանով։ Վենսի պարագայում հիմնականում դա աշխատակազմն է անում, որտեղ Վենսը ինքը քաղաքականություն չի որոշում է նախագահ Թրամփը։ Հետևաբար հայտարարություններ անելու բաներ չի, դա ավելի շուտ պրոտոկոլային էջ է։ Հիմա որ ասում եք հասկանում են հետևանքները, չեն հասկանում, որովհետև եթե դուք կարծում եք, որ փոխնախագահի գրասենյակում PR-ով զբաղվող կամ SMM-ով զբաղվող պաշտոնյան ունի քաղաքագիտության դոկտորի աստիճան եւ մասնագիտացած է Մերձավոր Արևելքով, այդպես չի։ Եկել է, գնացել է արարողության, նայում են, Google են անում, Wikipedia են անում, Armenian Genocide Memorial, okay, գնաց հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Պրոտոկոլում էլ այդպես է գրած արարողակարգում, գրում են։ Գրել հրապարակեն են, ոչ մի խնդիր չկա, քաղաքական ենթատեքստերի մասին չգիտեն, այդ ենթատեքստի մասին գիտի Վենսը։
Ինչու է հեռացրել։ Շատ բարձ պատճառով, ճիշտ է արել։ Որովհետև Հայաստանը ասում է, որ Հայաստանը ըստ ուրացել է ցեղասպանությունը։ Պատվիրակել ենք Սփյուռքին։ Հա, Ադրբեջանը ոչ միայն, Ադրբեջանը բնականաբար դեմ է դրան, այստեղից գնում է Բաքու, Թուրքիան դեմ է դրան, եւ ամենակարևորը Նիկոլ Փաշինյանը վստահաբար ենթադրում եմ, վստահ եմ, որ դեմ է դրան։ Հիմա ինքը գնացել է այդ հուշահամալիր, հիմա կասեն, բա ինչի է գնացել, որովհետեւ ընտրություններ կան արժևում Միացյալ Նահանգներում, եւ ըստ բազմաթիվ մասնագետների ենթադրությունների դա պարզ է նաեւ, որ եթե Թրամփը չառաջադրվի երրորդ ժամկետի եւ դա նրան չհաջողվի, ապա ամենայն հավանականությամբ հանրապետականների տեխնացուներից մեկը, եթե ոչ հիմնական վերջնական տեխնացուն, լինելու է Ջեյ Դի Վենսը։ Եվ մենք գիտենք, որ Գլենդելում կա հայություն, Watertown-ում, Massachusetts-ում կա հայություն, ամենտեղ կա հայություն Միացյալ Նահանգներում ավելի եւ նրանց մի զգալի հատված քվեարկողներ են եւ յուրաքանչյուր ձայն close election-ի ժամանակ, այսինքն նիշերով իրար մոտ ընտրության ժամանակ շատ կարեւոր է լինելու։ Այս մարդկանց էր սիրաշահում հիմնականում։ Անկամ սիրաշահելու բան էլ չկա այդտեղ, որոշակի ժեստ է արվում։ Եվ չեմ բացառում նաև, որ ներքին լսարանի համար միգուցե արարողակարգ մցվել է դա նաև Հայաստանի կողմից, ցույց տալու համար, որ տեսեք, մենք ցեղասպանության դեմ չենք, մինչդեռ իրականում դեմ են, եւ ցեղասպանության խնդիրը պիտի վերացնի այս իշխանությունը։ Ներքին օրակարգի համար անում են, բայց երբ որ դա բարձրանում է միջազգային արդեն օրակարգ է մտնում, որտեղ Վենսի էջը միջազգային պաշտոնական ազդեցություն ունի եւ տարածում ունի արդեն, եւ այդտեղ արդեն Թուրքիայի հասարակությունը, Ադրբեջանի հասարակությունը, իշխանությունը, համաշխարհային հասարակությունը առնչվում է այդ էջի հետ, այդտեղ արդեն խնդիր է առաջանում։ Եվ դրա համար մի բան է այցելել եւ հայկական ալիքներով դա տարածել, լրիվ մեկ այլ բան է այցելել եւ դա տարածել պաշտոնապես Ջեյ Դի Վենսի պաշտոնական ալիքով։ Հետևաբար հեռացրել է։ Մյուս կողմից մարդը գնաց Բաքու եւ ըստ Ադրբեջանի արարողակարգի գնաց այցելեց այսպես կոչված շեհիդների պուրակ։ Շեհիդների պուրակում թաղված են նաեւ մարդիկ, որոնք հայտնի է թե ինչ են արել 90 թվականին հայերի հանդեպ։ Հայտնի է թե ովքեր են իրենք ընդհանրապես այդտեղ գոնե մեծամասնությունը թաղված։ Այսինքն բայց ինչ անի Վենսը։ Հայաստանը դրան դեմ չի։ Ինքը Հայաստանի հետ գործ ունի։ Եվ ինքը ինչ արել է այս ամբողջ ընթացքում, ելույթների մեջ էլ ես շատ ուշադիր լսել եմ երկու ելույթներն էլ, ինքը ճիշտ եւ շատ անկեղծ է խոսել։ Ինչ ասել է, ճիշտ է ասել։ Այստեղ մենք չպիտի ոչ մեկից ոչինչ ուզենք։ Մենք պիտի նայենք ով ենք մենք, եւ որտեղ ենք մենք, ուր ենք հասել մենք, ուր ենք իջել մենք, բարձացել ենք արդյոք թե իջել ենք։ Սա է կարևորը։ Մնացածը հեքիաթներ են, ժամավաճառություն է, դատարկ քննարկումներ են։ Սա սիրելի զբաղմունք է, ես հասկանում եմ, բայց իրականությունը դրանից չի փոխվում։ Իսկ արդյունքները առավել քան իրական են եւ լինելու են։ Պարոն Մարտիրոսյան, Հայաստանում նաև որոշակի ակնկալիքներ էին ձևավորվել, որ Վենսի այցից հետո Ադրբեջանը որոշ թվով պատանդների ազատ կարձակի, նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների անուններն էին տալիս, գիտեք, Վենսն էլ օդանավակայանում հայտարարեց, որ հարցը Բաքվում անպայման կբարձրաձայնի։ Որքանով եք կիսում այս լավատեսությունը, հնարավոր համարում եք, որ առաջիկայում Ադրբեջանը որոշ թվով գերիների այնուամենայնիվ վերադարձնի։ Ես լավատես չեմ այն ամեն հարցերում, ինչ վերաբերում է Հայաստանին։ Ես իրատես եմ, բայց չեմ բացառում, որ անհայտ մարդկանց, ոչ հայտնի, այսինքն հասարակ գերիներին կամ նրանց մի մասին, այո, հնարավոր կլինի բերել, որտեղ դրանք խաղաքարտեր են Ադրբեջանի ձեռքում եւ նրանց այո հնարավոր կլինի։ Ինչ վերաբերում է այսպես կոչված ռազմաքաղաքական ղեկավարությանը, որոնք ոչ ռազմական էին եւ ոչ քաղաքական, դրանք խորապես ապաքաղաքական վասալներ էին, որոնք պիտի դատվեին Հայաստանում, ցավոք սրտի դատվեցին Բաքվում։ Եվ վատ է որ դատվեցին Բաքվում, որտեղ պիտի դատվեին Հայաստանում, եթե Հայաստանը նորմալ երկիր լիներ։ Ոչ բոլորը իհարկե, ընդ որում այդ մարդկանցից այնտեղ կան մարդիկ, որոնք 1-2 հոգի, որոնք նորմալ մարդիկ են, նույն մտածողությունն էին կիսում, բայց որևէ դեր չեն խաղացել կամ չէին կարող խաղալ եւ մեծ առումով քաղաքական մեղք ըստ էության այդպես չունեն։ Բայց մեծամասնության մասին է խոսքը։ Այդ մարդկանց ես կարծում եմ, որ Ադրբեջանը միգուցե այդ երկրորդ պլանի գործիչներին մեկին կամ երկուսին որոշակի հանգամանքներում կամ որոշակի հերթական զիջում հայերին վաճառելու համար ընտրություններից ընդառաջ Փաշինյանի դիրքերը մեկին կամ երկուսին, ասենք դա այդ Մանուկյանին կամ չգիտեմ որևէ մեկին, որ բաներ չեն եղել, ֆիգուրներ չեն եղել, թողնեն, բայց օրինակ ես չեմ պատկերացնում, որ
Արայիկին կամ Բակոին թողնեն։ Ես չեմ պատկերացնում, որ Արկադի Ղուկասյանին թողնեն։ Ես չեմ պատկերացնում, որ Լևոն Մնացականյանին թողնեն։ Իրենց համար շատ կարևոր է ցույց տալ հայերին, որ դուք էսպիսին եք լինելու, եթե հանկարծ մտքներովդ անցնի որևէ բան անել։ Իրենց համար շատ կարևոր է նաև պատժի էլեմենտը, իրենք հայերի պես չեն։ Իրենք հասկանում են պատմությունը եւ քաղաքականությունը եւ պատերազմը ինչպես է աշխատում, իրենք տիրապետում են պատերազմի արվեստին, իսկ դա բարձրագույն արվեստ է։ Եվ իրենք մինչև վերջ այդտեղ մարդիկ կան, որոնց պահելու են, ընդ որում բոլորը ստացել են փաստացի, մի մասի մոտ 20 տարի, 19 տարի, բայց փաստացի ցմահներ են Տարիքը հաշվի առնելով։ Այո, դրանք ցմահ դատավճիռներ են, եւ ես անգամ մեծ կասկածներ ունեմ, որ դրանց մեծ մասը 10 տարին էլ չի հատելու։ Այսինքն բանտում բավական արագ կմահանան եւ չեն բացառում, որ իրենց օգնեն այդ գործում։ Այս հույսեր ունենալը հիմարություն է։ Դու կարող ես այդ մարդկանց հետ բերել միայն մի պարագայում, եթե դու տոտալ քաղաքական գծի փոփոխություն ունենաս, գնաս լուրջ առճակատման Ադրբեջանի հետ եւ Ադրբեջանին ստիպես քաղաքական առուծախի արդյունքում, քանի որ դու արդեն հակառակորդ ես ոչ թե իր վասալը եւ ծառան, քեզ փոխանցել այդ մարդկանց գոնե մի մասին։ Սա մի իրավիճակ է, որը չի լինելու, որը խիստ տեսական է, բայց հաշվի առնելով թե ինչ են ուզում Հայաստանում համընդհանուր ինչպիսի որոշումներ կան ընդունված, համընդհանուր դա չի լինելու։ Այնպես որ այդ մարդկանց ապա ռազմական եւ ապա քաղաքական, այսպես կոչված ռազմաքաղաքական ղեկավարության հարցը ուղղակի լուծված է։ Իսկ Ռուբեն Վարդանյանին որ խմբին եք դասում նրանցից։ Ռուբեն Վարդանյանին առանձին եմ դիտարկում, բայց նաեւ հասկանում եմ, որ եթե այդ ֆիլմը նկարել են, ապա այդ ֆիլմը ընդ որում շատ ուժեղ քարոզչական ֆիլմ էր եւ դա ուղղված էր ցույց տալու համար, որ հայերը ամբողջությամբ Արցախում զբաղված են եղել Ռուսաստանին ծառայելով։ Ռուբեն Վարդանյանի անձը հատկապես դեմոնիզացվեց հատուկ նպատակով եւ այդ մասին Հայաստանում ոչ ոք չխոսեց, որպիսի ցույց տրվի, որ դա պայքար էր Կրեմլի դեմ, մինչդեռ դա պայքար չէր Կրեմլի դեմ։ Ռուբեն Վարդանյանին Կրեմլի հետ միասին զոհաբերեցին եւ Երևանը եւ Կրեմլը Ռուբեն Վարդանյանը մեծագույն հիմարություն գործեց եւ շատ հիմար վարկագիծ դրսեւորեց իր պահվածքով ամբողջ ընթացքում Արցախում եւ ինքը փորեց իր գերեզմանը, քաղաքական եւ միգուցե նաեւ բառացի։ Ցավոք սրտի, որտեվ ես չեմ կարծում, որ Ռուբեն Վարդանյանը արժանի էր այս ճակատագրին, որին արժանացավ, եթե խնդիրներ կային նրա հետ եւ չեմ բացառում, որ կային, ապա ելի կարելի էր դատել Հայաստանում եւ եթե կմաքրվեր դատարանով, եթե չէ, եթե մեղավոր ճանաչվեր, կգնար կդատվեր։ Բայց Ռուբեն Վարդանյանը զոհաբերվեց։ Ինքը իր հիմար սխալների արդյունքում վճարեց սարսափելի թանկ կին։ Այդ ֆիլմից հետո հատկապես ես շատ լուրջ կասկածներ ունեմ, որ իրեն երբևէ կհաջողվի դուրս գալ Բաքվի բանտից, երբևէ։ Մանավանդ որ իր թիմը կարծում եմ բավական հիմար վարկագիծ է դրսևորում Էթոմ եւ պաշտպանական թիմը եւ իրենք այդ ֆսկական ֆինանսական միջոցներ ունենալով, որքան համարում եմ այդ միջոցները ծխում են ուղակի, այլ բառ չեմ ուզում գործածել, այստեղ ինչ որ հիմար ծրագրերի վրա եւ չեն ուղվում դրանք միջազգային PR անելու եւ հակա փաստարկներ բերելու, որ ասենք ենթադրենք իրենք կարող են կեմպեյն անել եւ ասել, որ Ռուբենը այդ մարդը չի եղել, որը ներկայացվել է այդ ֆիլմում։ Երբեք ոչ մի զինվորական պաշտոն չի զբաղեցրել օրինակ այս թեզը առաջ մղվեց։ Որ իրական ազդեցություն չի ունեցել եւ այլն եւ այլն, բայց դա իրենց գործն է, իրենց ընտանիքի ղեկավարն է Ռուբեն Վարդանյանը, իրենց թևն է, իրենց թիմն են, մարդիկ էլ որոնք փող են ստանում, հենց դադար են փող ստանալ, որ ծառայում են այսօր իրենց, միանգամից իրենք էլ բան կլինեն, դա է բնույթը այս ամեն ինչի։ Ռուբեն Վարդանյանի մասով ես չեմ կարծում, որ Ռուբենը երբևէ դուրս կգա։ Եվ ի վերջո, եթե ամփոփենք այս այցը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ստորագրված փաստաթղթերը, ո՞րն էր այս այցի գլխավոր նպատակը եւ այն ինչ տվեց, ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին։ Գիտեք, մեր հանրության շրջանում մեծ ակնկալիքներ են գեներացնում, նշում են, որ Միացյալ Նահանգները Հայաստանում 9 միլիարդ դոլարի ներդրում է կատարելու, բայց ավելի ուշ պարզ դարձավ, որ իրականությունը մի փոքր այլ բան իմացն է եւ մենք ենք այդ ներդրումները կատարելու բացարձակ ներդրումներ չեն կատարվելու եւ ճիշտ է որ չեն կատարվելու, ես կարծում եմ, որ ամերիկյան ներդրում ունենալու համար պետք է արժանի լինես դրան։ Այդ ներդրումները չեն կատարվելու, ընդհակառակը Վենսը շատ ես ապշած եմ իր ազնվությունից, ինքը շատ ազնվորեն, ովքեր որ անգլերեն տեքստը դիտել են, խոսքը չթարգմանված,
Ինքը հստակ ասեց, որ այս ամեն ինչը ձեռնտու է ամերիկյան բիզնեսներին, ամերիկյան աշխատողներին, դուք էլ կշահեք մեջը, եւ վատ բան չի ասել ինքը իրականում։ Բայց այդտեղ Հայաստանը ինքը որևէ բան չի փորձել ստանալ, որ հստակ իր համար այսպես մեծ օգուտ լինի, եւ բնականաբար ինչ որ առումով փոխշահավետ, բայց առաջին հերթին ոչ Հայաստանին ինչ որ մեծ բաներ բերող բան է խոսվել։ Հիմա այդ միջուկային համագործակցության մասին համաձայնագիրն է ստորագրվել, որը շատ լավ բան է, որը կարևոր բան է, բայց այնքան էլ պարզ չի դեռ ինձ համար, թե ինչ տեսք է ունենալու եւ ինչ է լինելու։ Սա մեկ։ Երկրորդ հերթին նայեք Բաքվում ինչ է ստորագրվում։ Եվ մանրամասների մասին չխոսվեց, ոչ Ալիևը մանրամասն ասեց, ոչ Վենսը ասեց, բայց Ալիևը կարողացավ այդ թվում եւ Հայաստանի եւ հայերի օգնությամբ Ադրբեջանին դարձնել Միացյալ Նահանգների դաշնակից։ Ինչը նշանակում է, որ Ադրբեջանը դառնում է կրկնակի կամ եռակի կամ քառակի անխոցելի եւ լրջագույն խաղացող արդեն ոչ միայն տարածաշրջանային, այլև դուրս է գալիս միջազգային մակարդակ։ Եվ այս համատեքստում քանի գնա Հայաստանի դերը արդեն 0 է, առավել 0-ականանալու է։ Շատ པարզ պատճառը, որտեղ Ադրբեջանը չի թույլ տալու, որ ուժեղանալու մասին խոսող երկիրը թույլատնողները իրականում ուժեղանան, եթե անգամ նրանք ինչ-որ մի բան ուզենան դա։ Հետևաբար մենք գործ ունենք կրկեսի հետ, որը բեմադրել ենք, որում խաղում ենք մենք ինքներս։ Սա իմ համար անելանելի իրավիճակ է։ Ես բազմաթիվ անգամներ եմ ասել, առավել այս այցից հետո ես հասկանում եմ, որ երկը երկված է, որովհետև սա հստակ հայ ժողովրդի որոշումն է գնալ այս ճանապարհով։ Մնացածը ընթացքում բազմաթիվ անգամներ դրանք հանգրվաններ են։ Էլ ինչ որ մի բան կլինի, ինչ որ մեկ այլ բան կլինի։ Հիմա դուք կտեսնեք իսկական կինոն կսկսվի ընտրություններից հետո։ Երբ հայ ժողովուրդը կգնա եւ կքվեարկի, երկիրը արդեն դատարկվում է, երկիրը ավերված է։ Սպասվում է այն ապագան, որը խոստացվել է, եւ այդ առումով Փաշինյանը նույնպես շատ անկեղծ է։ Հայաստան չի լինելու։ Այս խոսքերը գրգռում են երասկոտներին, որոնք ասում են, ոնց ես ասում լինելու է, մենք հավերժ ենք, չէ, դուք հեչ հավերժ չեք, ձեր վերջը արդեն եկել է եւ անցել է արդեն։ Ամենաանընդունելի ձևով ինձ համար գոնե վտանգված է պետականությունը եւ ես կարծում եմ հավատացած եմ իմ կարծիքի հիման վրա, որ Հայաստան այնպեսին ինչպեսին մենք պատկերացնում ենք չի լինելու ընդամենը մի քանի տարի հետո երկիրը դատարկվելու է շատ արագ, այստեղ բերելու են բնակեցվելու են ադրբեջանցիներ եւ այդ խնդիրը բարձրացվել է Վենսի արչեւ, Ալիևը հայտարարեց եւ սա շատ հստակ ծրագիր է Հայաստանը արդեն առանց ռազմական հարձակման վերցնելու, բայց այդ ռազմական հարձակումն էլ կլինի, որտեվ Ալիևը ապացուցել է բազմաթիվ անգամներ, որ ինքը հստակ հաշվարկներ է կատարում եւ հայերի օգնությամբ հասնում է այն ամենին, ինչ ինքը ուզում է։ Եվ հայերն էլ չեն ընդդիմանում, չկա դիմադրություն, ոչ որպես պետություն, ոչ որպես ժողովուրդ։ Այս օրակարգին էլ հիմա չի ընդդիմանում Փաշինյանի իշխանությունը։ Որ օրակարգին։ Ադրբեջանցիների վերաբնակեցման։ Իսկ ինչով է ընդդիմանում։ Ու առնվազն հայտարարում են, որ նման հարց չի կարող։ Իսկ հիշում եք, որ հայտարարում էին, որ Զանգեզուրի միջանցք չի լինելու։ Անունը դրեցին Թրիպասին միջանցք չկա։ Հիշում եմ հայտարարում էր Արցախը Հայաստան է եւ վերջ։ Այո, որ Շուշին եւ Հադրութը խաղաղ կերպով ազատագրելու են։ Այսինքն 44 օր էլ հաղթում էինք։ Այո, այդ հայտարարությունները ես չգիտեմ ով է դրանք լուրջ ընդունում կամ ով է դրանց հավատում վստահում եւ գիտեմ որ ժողովուրդն էլ հասկանում է որ դրանք հավատալու եւ վստահելու չեն, բայց ընտրում է եւ ընտրելու է, որտեղ օրակարգն են ընդունում։ Այդ չհավատալու օրակարգը ընդունում են։ Եվ պարոն Մարտիրոսյան, մենք խոսեցինք, որ Նիկոլ Փաշինյանը ունի Միացյալ Նահանգների ու Արևմուտքի աջակցությունը, Ռուսաստանի մասով ինչ կասեք, վերջինս եւս միանշանակ ունի Ռուսաստանի աջակցություն, միանշանակ։ Առաջին հերթին ունի Ռուսաստանի աջակցությունը։ Ռուսաստանին ինչով է նրա իշխանության պահպանումը ձեռնտու։ Նախ իմ խորին համոզմամբ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը բերել Ռուսաստանը։ Եվ ես դա 2018-ին չգիտեի, բայց 2019-ին արդեն սկսեցի լրջորեն կասկածել։ Եվ հիմա համոզված եմ։ Երկրորդ հերթին Նիկոլ Փաշինյանը արդեն մեր զրույցի սկզբում ասի կատարում է ամեն ինչ, ինչ իրենից ուզում են։ Մենք տեսանք, թե Ալենը Երևանում ինչ էր հայտարարում եւ գնաց Մոսկվայում ինչ հայտարարեց։
Հայաստանը ամենահրաշալի կատարողն է ռուսական բոլոր ծրագրերի եւ հրահանգների։ Բարեկամ ու դաշնակից էր անվանում Ռուսաստանին։ Ոչ միայն ասեց, որ բացարձակապես չի պլանավորվում ԵԱՏՄ-ից դուրս գալ, հիշում եք, որ դա ինչ օրակարգ էր, այո, արդեն հանրակրվեին անում։ Քաղաքական ուժի մոտ գնում էին Եվրամիություն եւ այլն եւ այլն։ Հապկից այդպես էլ դուրս չեկան, սառեցրեցին, որ շատ ավելի վատ էր, քան մեջը մնալը։ Ավելի լավ էր մեջը ակտիվ մնային եւ չսառեցնեին, քան սառեցնեին։ Իսկ ամենաճիշտ որոշումը կլիներ դուրս գալը ընդհանրապես, բայց դուրս չեկան։ Եվ Նիկոլ Փաշինյանը ձեռնտու է բոլորին, նախ եւ առաջ Բաքվին, հետո Բաքվին զուգահեռ Անկարային, հետո Ռուսաստանին, Մոսկվային, հետո նոր Վաշինգտոնի վարչակազմին այսօրվա եւ հետո նոր եվրոպացիներին։ Բոլորին բացի Հայաստանից։ Ֆրանսիային ձեռնտու չի, ֆրանսիացիները դա հասկանում են, բայց ոչինչ չեն կարող անել։ Իհարկե, այսինքն Հայաստանը, եթե նա տանում է Հայաստանը չլինելու, բայց այստեղ հարց է առաջանում, Դավիթ ջան։ Իսկ ով ասեց, որ Հայաստանին ձեռնտու չի։ Ես ասում եմ Հայաստանին ձեռնտու չի, բայց գուցե ես սխալվում եմ։ Գուցե Հայաստանը հենց այն տրամաբանությունից ելնելով որ որոշում ունի չլինել ինքնալուծարվել, գուցե ձեռնտու է։ Բայց եթե ձեռնտու չի Հայաստանին, բան չեն գնում ընտրում։ Ցավոք սրտի։ Հայաստանը վերջի վերջո հուշարձանները չեն, չէ՞, միայն գերեզմանները չեն, եկեղեցիները չեն, դա ժողովուրդն է, չէ՞, նաև 680,000 մարդ պատերազմից հետո գնացել եւ այս ուժին ձայն է տվել։ Հիմա կտեսնեք ինչքան կընտրեն։ Ավելի շատ, չգիտեմ, ավելի շատ թե ավելի քիչ, բայց որ կընտրվի, առանց խնդրի կընտրվի, հասկանում եք, որ այս ժողովուրդը ասում են չկա, ուրիշ մեկ այլ ընտրանք չկա, նախ ոնց չկա, նախ ով էր Նիկոլ Փաշինյանը, երբ ինքը ընդհանրապես քաղաքական դաշտում երևացող ֆիգուր չէր եւ ով էր մտածում որ նա կլինի, միշտ կարելի է գտնել, բայց բազմաթիվ մարդիկ կան, այս ժողովուրդը չի հանել պատերազմից հետո ոչ մեկի հրապարակ։ Ինքն է, չէ, այդ ընտրությունը Սերժի Քոչարյանի եւ Նիկոլի մեջ պահել։ Ուրիշը չի պահել դա։ Այդ մանյան ամեն ինչ ուրիշների վրա բարթելու սեփականը չտեսնելու, սա ամենակործանարար խնդիրն է, ամենահիմնականում, ամեն ինչին արդարացում կա, միշտ բոլորը ուրիշները մեղավոր են բացի իրենցից, բայց իրենք գնում են, անում են, հետո մեղադրում են ուրիշներին։ Ուր են այդ քաղաքական գործիչները, ինչի տեղ չի տրվել այն մարդկանց, ինչի չի ծնվել այն օրակարգը, որ լրիվ այլ ընտրանք կլիներ։ Նայում եք, ընդդիմադիր դաշտն էլ է նույն օրակարգի մեջ ըստ էության ինչ Նիկոլ Փաշինյանը։ Չկա, հասկանում եք, այստեղ կա մեկ պատասխանատու, դա էլիտան չի։ Էլիտան էլ է ժողովրդից ծնվում, էլիտային էլ է ժողովուրդը առաջ տալիս կամ արգելում առաջ գնալ։ Ասել եք, որ հայ ժողովրդի էլիտան Նիկոլ Փաշինյանն է։ Այո, նա հայ ժողովրդի իսկական էլիտան է։ Այն էլիտան չի, որ դրսի ազդեցությամբ գալիս էր եւ պարտադրում էր հայ ժողովրդին էս անել, այն անել։ Պետություն ունենալ եւ այլն եւ այլն։ Նիկոլ Փաշինյանը ունի լուրջ աջակցություն հայ ժողովրդի կողմից։ Սփյուռքում նայեք։ Միած Սփյուռքում նայեք, մարդիկ, որոնք կաշկանդված չեն պետական լծակներով Հայաստանի, որոնք այստեղ հարկատու չեն, բան չեն, էլի սատարում են։ Մատ նայեք գնում է քանի հոգի է ձեռքը սեղմում, քանի ինչ հայտնիներ։ Մատ Նուբար Աֆյանին նայեք։ Ռուբենի ընկերը մտերիմ։ Այսինքն չկա ոչ մի սկզբունք բացի իշխանության հետ մտերիմ լինելու ցանկությունից։ Դա սկզբունք է։ Եվ ովքեր այդ access-ը չունեն, այդ հասանելիությունը չունեն իշխանությանը, անգամ նրանք սատարում են, որտեղ սատարում են օրակարգը, որտեղ իրենց համար Նիկոլ Փաշինյանի օրակարգը ընդունելի է։ Ես մարդկանց եմ տեսնում, որ հանկարծ վեր են կենում Նիկոլի հանդեպ ռևերանսներ են անում կամ բաներ են խոսում կամ հայացքներ են արտահայտում, որ ապշում ես, որ չէիր սպասում անգամ այդ մարդկանցից։ Մենք ինչի մասին ենք խոսում, ժողովրդի, հայ գյուղացու, ու ակնկալում ենք, որ նա պիտի Նիկոլ Փաշինյանին չսատարի, նրա օրակարգը չսատարի։ Եթե այսպես կոչված ընդդիմադիր դաշտում, նախկինների դաշտում համարյա նույն բաներն են։ Դուք հասկանում եք, մի հատ կարևոր բան եմ ուզում ասել։ Ես հետևում եմ անընդհատ ընդդիմադիրներին։ Սրանց մոտ հերթական մանյան կա, որ կա նաև ժողովրդի մի մասի մոտ։ Ասում են բանակցողը պիտի փոխվի։ Բանակցելը ինչ կապ ունի։ Բանակցողի անձը ինչ կապ ունի։ Օրակարգը բանակցության դուք առաջ բերեք։ Ինչ օրակարգով եք պատրաստվում բանակցել։ Ոչ ոք չի խոսում դրա մասին, ասում են բանակցողը պիտի փոխ։ Ինչի Նիկոլ Փաշինյանի փոխկապը լավը չի, թե շլյապան չեք սիրում։
Ասում են կարանք լավարկենք այն պարտավորությունները, որոնք ինքը ստանձնել է նույն Թրամփի ուղին մինչև երասխի երկարաձգենք։ Նայեք, աբսուրդ բաներ են, սրանք փոքրիկ բաներ են, որոնք ոչինչ չեն փոխում։ Բանակցելը եւ բանակցությունները դա մանիա է։ Ընդ որում, այդ բանակցությունները պատմությունը ցույց տվեց եւ Իլհամ Ալիևը իր բերանով առնվազն 4 անգամ հայտարարել է, այդ հայտարարությունները կան ադրբեջաներենով, ռուսերենով, YouTube-ում, որ ինքը ժամանակ էր սպառում իր իշխանության գալու օրվանից ընդամենը Ադրբեջանը պատրաստելու հարձակման, ինքը այդ բանակցությունների արդյունքում ոչինչ ոչ պատրաստ էր ընդունել, ոչ պատրաստ էր զիջել, ինքը պատրաստ էր միայն նրան, ինչ եղավ արդյունքում։ Մարդը իր բերանով ասում է, ու դուք պատկերացնում եք Հայաստանում մինչև հիմա ասում են, այ որ մենք հանձնեինք 5 շրջանները, հետո 2-ը հանձնեինք, կամ այդ 5-ը հանձնեինք, նրանք կճանաչեին, եւ մենք դա չարեցինք, մենք սխալ արեցինք, մենք պիտի շուտ կապիտուլացվեինք։ Հասկանում եք, դաշ չեն քաղել։ Մարդը ասում է իր բերանով, ասում է, ես չէի տալու ոչինչ, չէի ճանաչելու, այսպես կոչված Արցախը ասում է, իր խոսքերն եմ ասում, եւ ասում է, չէի վերցնելու ոչինչ, որտեղ ես ամբողջն էի վերցնելու։ Ես դրան էի պատրաստվում, ամբողջ բանակցությունները եղել են ժամանակ շահելու բան։ Սրանք նստած հիմա էլի նույն բանն են ասում, նույն երգն են երգում, բոլորով։ Եվ այն ինչ որ ես եմ հիմա ասում, այո, ոչ ոք Հայաստանի քաղաքական դաշտում կամ այսպես կոչված վերլուծաբաններից որևէ մեկը սա չի ասում։ Եղբայր, ես չեմ դնում այդ խոսքերը Ալիևի բերան։ Ալիևը ինքը ասել է։ Ինքը ասել է։ Ու բացարձակ ոչ մի դաշտ չեն քաղում։ Հիմա էլի խոսում են բանակցելուց։ Դուք ով եք հիմա, դուք այլևս բանակցելու սեղանի շուրջ անգամ նստել չեք կարող։ Ձեր երկիրը միայն դրված է բանակցությունների սեղանի վրա, ձեր հետ միասին։ Եվ ձեզ կտոր ճաշակում են։ Ինչ բանակցող, ինչ բանակցություններ, օրակարգ ունեք, որևէ մեկը կա, որ որևէ այլ օրակարգ ունի։ Խնդրեմ, ասեք, հստակ ասեք։ Հայտարարում են, չեն էլ հրաժարվելու այս պարտավորություններից։ Սա լավագույնս ցույց է տալիս։ Դե բա այդ դեպքում Նիկոլ Փաշինյանին փոխելու իմաստը ո՞րն է դառնում։ Ես չեմ ասում ինքը պիտի մնա, չէ, իրեն որ փոխեն, չգիտեմ, մեր հարևան Վաղինակով էլի ավելի լավ կլինի, քան հիմա։ Այսինքն ումով էլ որ Նիկոլ Փաշինյանին փոխարինեն, ավելի վատ չի լինի հաստատ։ Դե իրենք էլ են դա ասում։ Կլինի ավելի լավ։ Դե բայց կներեք, այն ինչ որ ճիշտ է, բայց արդյոք դա է պետք այսօր։ Արդյոք դա իրավիճակ է փոխելու մեծ հաշվով։ Ազգային օրակարգ չկա։ Ժողովուրդը չունի օրակարգ, այդ օրակարգը Փաշինյանն է միայն առաջարկում, իրենք այդ օրակարգը ընդունել են։ Այլ օրակարգ առաջարկող չկա։ Եվ պարոն Մարտիրոսյան, սրան զուգահեռ չի հանգուցալուծում Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, Թրամփը երեք բավականին կոշտ քայլերով սպառնաց Իրանի իշխանություններին, ըստ ձեզ ի վերջո ինչն է ստիպում Միացյալ Նահանգներին խուսափել Իրանի հետ ուղիղ առճակատումից, ինչին մենք նախորդ անգամ ականատես եղանք, եւ Վենսի այցը համատեքստում Հայաստան եւ Ադրբեջան, որքանով է Իրանի դեմ սպասվող գործողությունների հետ կապվում նաեւ։ Ադրբեջանում միգուցե քննարկվել է որևէ բան Իրանի հետ կապված, Հայաստանը ինչ է, որ Հայաստանում քննարկեն Իրանի հետ կապված ինչ-որ բան։ Ինչ։ Հայաստանի տարածքը նաեւ օգտագործվի։ Հայաստանի տարածքը իրենք չեն էլ ուզում օգտագործեն։ Վարչակազմը։ Պետք չի։ Հայաստանի տարածքն ինչի օգտագործվի։ Ադրբեջանի տարածքը կարող են օգտագործել։ 1. Երկրորդ հերթին Հայաստանի սահմանները բավական փոքր է Իրանի հետ։ Եվ Հայաստանում ինֆրաստրուկտուրա չկա, որտեղից հնարավոր կլինի ռազմական օպերացիայի պարագայում, բայց մյուս կողմից նախագահ Թրամփը չի ուզում որևէ մեկի տարածքը օգտագործել, որտեղ ինքը այդպիսի ռազմական պլան չունի։ Ինքը ունի այլ տիպի ռազմական պլան։ Դա թիրախային surgical, ինչպես ասում են, վիրաբուժական մեթոդներով խնդիրներ լուծելն է, ինքը հասկանում է, որ ինքը չի ուզում մտնել մի բանի մեջ, որը կոչվում է quagmire, այսինքն մտնել եւ խրվել ցեխի մեջ եւ չկարողանալ դուրս գալ։ Ինքը այդ մի դասը լավ քաղել է Իրաքի պատերազմից, Աֆղանստանից։ Իր պլանն է ռազմական կոնֆլիկտի պարագայում հարվածներ հասցնել Իրանին, գլխատել Իրանը, հիմնական ինֆրաստրուկտուրաները փլուզել եւ ժողովրդին հանել փողոց իշխանություն փոխելու համար։ Սա է։ Կամ հպատակեցնել դիվանագիտական ճանապարհով, որի պատճառով էր, որ հիմա սպառնալիքները հնչում են։ Ինչի անգամ այդ վիրաբուժական, այսպես կոչված օպերացիան չի իրականացվում, մի քանի պատճառով։ Առաջին հերթին դա ֆինանսապես բավական թանկ է նստելու Միացյալ Նահանգների վրա, եւ Իրանը Վենեսուելա չի։ Իրանը արդեն լուրջ ռեժիմին սպառնացող վտանգի պարագայում, դա անցյալ եւ նախանցյալ տարվա կոնֆլիկտները չեն։ Իրանա-իսրայելական, Իրանա-ամերիկյան,
այդպիսի պարագայում Իրանի ռեժիմը հարվածներ կհասցնի ամերիկյան բազաներին, եւ այդ բազաներն ամբողջությամբ էվակուացնել հնարավոր չի տարածաշրջանից, ամերիկյան տորմիղ կա եւ այլն, բոլոր հրթիռները խփել հնարավոր չի լինելու, հետեւաբար այստեղ լուրջ ռիսկեր կան ամերիկյան վարչակազմի համար, այդ թվում եւ քաղաքական ռիսկեր, որտեղ ներքաղաքական իրավիճակն էլ բավական լարված է Միացյալ Նահանգներում, սա մեկ, մյուս գործոնը այն է, որ Իսրայելը սպառել է լրջորեն սպառել է ոչ ամբողջությամբ, բայց լրջորեն սպառել է իր հակաօդային պաշտպանության միջոցները, ոչ թե բուն համակարգերը, այլ ասենք հրթիռները, որոնք օդում խփում են, եւ դրանք օգտագործել է։ Հիմա դրանք վերարտադրելու եւ վերազինելու համար որոշակի լուրջ ժամանակ է պետք Իսրայելին։ Եվ նաև ձեռք բերելու համար։ Եվ Իսրայելը այս պահին պատրաստ չի պաշտպանելու երկիրը օդում ահռելի քանակությամբ նոր հրթիռների գալուստից Իրանից։ Մյուս կողմից Թրամփին միշտ ձեռնտու է Վենեսուելայի օրինակը դրա շատ լավ օրինակն էր։ Ոչ թե կատարել իշխանապողություն, լուրջ ցնցումների մեջ մտնել եւ անկանխատեսելի խնդիրներ ունենալ, այլ ճնշմամբ կամ 1-2 խիստ վիրաբուժական կամ վիրահատական մեթոդներով գործողությունից հետո հասնել իր ուզածին, այսինքն հնազանդեցնել ռեժիմին, այն ինչ տեղ ունեցավ Վենեսուելայում։ Համաճիկ իշխանություն ունենալ իր համար։ Դե իր ասածները կատարող իշխանություն ունենալ, Վենեսուելայում մի գիշերում վենեսուելական իշխանությունը, նոր իշխանությունը, որը հնի բացարձակ հին իշխանությունն է, ընդունեց բոլոր պայմանները այս վարչակազմի եւ վերջ հարցը փակվեց։ Հիմա նույն բանը նպատակ ունի հասնվելու Իրանում։ Իհարկե վերջնանպատակը ռեժիմի փլուզումն է, բայց քանի որ ժողովրդական ամբոստությունը հնարավոր եղավ ճնշել, եթե մի քիչ էլ շարունակվեր եւ ռեժիմը սկսեր տատանվել, ես վստահ եմ, որ ռազմական օպերացիա կլիներ օդային։ Բայց դա տեղի չունեցավ։ Հիմա փորձում է նպատակին հասնել այս ճանապարհով։ Իսկ Հայաստանը այստեղ ինչ դեր ունի, ոչ մի դեր չունի։ Հայաստանը այլևս ընդհանրապես ոչ մի հարցում բացարձակապես ոչ մի դեր չունի։ Ոչ մի հարցում Հայաստանի դերը մեկն է այսօր՝ սպասարկել եւ ծառայել Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերը։ Եվ Հայաստանը այդ դերը իրականացնում է փայլուն կերպով։ Այս ճանապարհով ենք շարժվում։ Ակնհայտորեն ես չգիտեմ, կա որևէ մտածող մեկը, որ կասկածում է դրանում, թե ես չգիտեմ։ Շնորհակալ եմ, պարոն Մարտիրոսյան։ Ես եմ շնորհակալ։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Մարտիրոսյանի հետ։ Կհանդիպենք։